Բարև ձեզ, Արարատ Նյուզի տաղավարում է Երևան քաղաքի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Նատալի Սինորյանը։ Ողջույն Նատալի, շնորհակալ ենք մեր ավերն ընդունելու համար։ Բայց ես եմ շնորհակալ։ Տիկին Սինորյան վարչապետը ճանապարհային քարտեզ հրապարակեց հայ առաքելական եկեղեցու նորոգման, ինչը պետք է լինի Գարեգին Բ-ի հեռացումից հետո։ Դուք ինչպես եք գնահատում այդ ճանապարհային քարտեզը, հիմա իշխանության հասցեին վստահաբար մեղադրանքներ լինելու, որ հերիք չէ կաթողիկոսին են հեռացնում, հիմա էլ ընդհանուր եկեղեցու գործերին են խառնվում։ Շնորհակալ եմ հարցի համար, իրականում քիչ առաջ վարչապետը հրապարակեց ճանապարհային քարտեզը, որտեղ հստակ կետերով նշվում է հետագայում անելիքները եւ առաջին կետով ֆիքսվում է այն, որ կաթողիկոսի հրաժարականից հետո պետք է տեղապահ նշանակվի, որ կանոնակարգի գործունեությունը մինչեւ հետագա կաթողիկոսի ընտրությունը, բայց սակայն այդ միջանկայքում պետք է հետեւյալ քայլերը լինեն, նախ եւ առաջ եկեղեցական կանոնակարգի ընդունումը եւ որոշակի փաստերի ֆիքսումը եւ արձանագրումը եւ եկեղեցականների բարեվարկության վերաբերյալ որոշակի հարցեր եւ նաեւ վարչապետը իր ամբողջ այդ գրության մեջ նշել է, որ կառավարությունը պատրաստ է օժանդակելու եւ օգնելու այդ կանոնադրությունը սահմանելու համար։ Նաեւ հստակ ֆիքսված է սոցիալական կարգավիճակի վերաբերյալ երաշխիքներ պետք է տրվեն հոգեվորականներին, որոնք օգտվեն թոշակային, կենսաթոշակային համակարգի կൂട്ടակային այդ ամբողջ գործընթացից եւ այդ ամբողջ ճանապարհային քարտեզը ունի հստակ տրամաբանություն։ Բնականաբար անդիմությունը սկսելու է իր ավանդական տեքստերը, թե ինչ գործ ունի պետությունը խառնվում է եկեղեցական գործերին, սակայն այն ինչ որ հիմա կատարվում է եկեղեցում, դա անթույլատրելի է։ Երեք Եվ հավանաբար դուք եք տեսել Գյումրիում մի եկեղեցական, թե ինչ հռետորաբանությամբ է խոսում լրագրողի հետ, ինչպիսի հարցադրումներ էր անում, եւ իրականում այդ եկեղեցականը հավաքական կերպարն է ամբողջ եկեղեցական վերնախավի վերաբերյալ։ Եվ քաղաքացին տեսնելով այդ հոգեվորականին ինչ կարծիք պետք է կազմի ամբողջ այդ ինստիտուտի վերաբերյալ։ Իրականում մեծ մեղադրում են եկեղեցուն քանդելու եւ նմանատիպ գործունեության վերաբերյալ, սակայն մենք մի քանի անգամ ասել ենք, վարչապետն էլ ասել, որ մեր գործունեությունը միտված չի, որ եկեղեցի քանդելու, այլ հոգեվորականներին է վերաբերվում, այն հոգեվորականներին, ովքեր որ խախտել են իրենց ուխտը։ Նույն Կտրիչ Ներսիսյանը խախտել է իր ուխտը ունենալով զավակ։ Եվ այդ ամբողջ տրամաբանությանն է վերաբերում։ Եվ այն ինչ որ կատարվում է եկեղեցում, ներսում դա անթույլատրելի է։ Նաև վարչապետը այդ ճանապարհային քարտեզի մեջ հստակ նշել է, թե եկեղեցու գումարների թափանցիկության վերաբերյալ, որովհետև այս պահին եկեղեցին ինչ գումարներ ստանում է, որևիցե ձևով դա չի երևում եւ չի արտացոլվում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ Գյումրիում նշեց, որ իր կարծիքով հաջորդ պատարագը պետք է անցկացվի Մայրաթոռում։ Ըստ ձեզ արդյոք Նիկոլ Փաշինյանը կամ առհասարակ իշխանությունը ունի աջակցություն հոգևոր դասից այնքանով, որ նման հավաք անցկացնի այնտեղ։ Տեսեք, օր առաջ վարչապետը հանդիպեց բարձրաստիճան հոգեվորականների հետ, ովքեր որ ստորագրահավաք են կատարել եւ հստակ իրենց դիրքորոշումը հայտնել էին։ Եվ հետագա մեր պատարակների վերաբերյալ տեղեկատվությանը վարչապետը առաջիկա օրերին կհայտնի ինչպես որ միշտ է կատարում։ Երեք Մայրաթոռ հաղորդագրություն էր տարածել, որ եպիսկոպոսած ժողովը, որ նախատեսված էր առաջիկա օրերին, հետաձգվել է, ըստ ձեզ դա ինչով է պայմանավորված։ Դա շատ ակնհայտ է, թե ինչու է հետաձգվել, պարզ է, չէ, որ իրենց ներսում է կա որոշակի անհամաձայնություններ եւ պարակտում, դա այդ պատճառը նույնիսկ ուսանողը կարդա այդ տեքստը, հստակ երևում է պատճառը, թե ինչի համար է հետաձգումը կատարվել, որովհետեւ իրենց ներսում է կա կոնսենսուս չունեն եւ դա է պատճառը։ Եվ կաթողիկոսը պարզ է, որ գիտի եւ գիտակցում է այդ ամանը, դրա համար հետաձգվեց եկեղեցական ժողովը։ Իշխանության նողված հիմնական մեղադրանքներից մեկն այն է, որ օրինակ երեք Գյումրիում իրավապահ մարմիններ ուժային կառույցները եկեղեցու բակում էին, անգամ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, թե Փաշինյանը աջակցություն չունի ժողովրդից, դրա համար էլ իբրև KGB-ի մեթոդներով է կաթողիկոսին փորձում հեռացնել։ Ռոբերտ Քոչարյանը իր սեփական մեթոդաբանությունն է փորձում պրոյեկտել մեր իշխանության վրա։ Ես հասկանում եմ, որ իր կառավարման տարիներին KGB-ի գործակալների միջոցով է ինչ-որ հարցեր լուծել կամ ուժային կառույցների միջոցով է հարցեր լուծել, սակայն այս պահին այլ իրողություն է եւ այլ երևույթ է։ Եկեք մի պարզ բանի վրա ուշադրություն դարձնենք։ Կաթողիկոսին պաշտպանում են բոլոր այն մարդիկ,
ովքեր որ թաթախված են կոռուպցիայի մեջ, ովքեր որ նախկին իշխանությունից են, ովքեր որ հենց այս պահին անցնում են ապօրինի գույքի բռնագծման գործերով, արդյոք տարօրինակ չէ այդ ամբողջ գործընթացը։ Կաթողիկոսը եւ եկեղեցական վերնախավը այս պահին փաստացի խնդիր ունի միայն ժողովրդի կողմից լեգիտիմ իշխանություն ստացած իշխանության հետ։ Շատ բարձր է դրա պատճառը։ Ինքը լինելով ոչ լեգիտիմ, բարձր չէ որ Կաթիժ Ներսիսյանը չի ունեցել լեգիտիմություն երբևէ։ Եվ նա չունենալով լեգիտիմություն, նա այժմ խնդիր ունի լեգիտիմ իշխանության հետ եւ իրեն պաշտպանում են ոչ լեգիտիմ նախկին քաղաքական ուժերը, կոռուպցիայի մեջ թաթախված նախկին քաղաքական գործիչները եւ իրենց հայտարարությունները բնական է որ նորմալ է, նույն գծով են, նույն գծի վրա են իրենք բոլորը խաղում։ Ըստ ձեզ ոչ միայն եկեղեցու կանոնադրությամբ, կանոնագրքով պետք է եկեղեցու թափանցիկությունը ապա քաղաքական լինելը ամրագրվի, նաև սահմանադրությամբ չպետք է թափանցիկություն մցվի կամ օրենսդրությունը բարեփոխվի, հարկային նոր քաղաքականություն լինի եկեղեցու հանդեպ։ Համաձայն եմ ձեր ասածների հետ, բնականաբար այդ փոփոխությունները պետք է լինեն հատկապես հարկային օրենսգրքում եւ մնացած դրույթներում արդեն իսկ ֆիքսված է, որ եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքական որևէ գործունեությամբ, բայց երբ որ մենք տեսնում ենք Մայրաթողի լավաշ տեքստերը, որ իրենք սիրում են երկար գրեն, բոլոր իրենց տեքստերի մեջ հստակ քաղաքական խոսույթ կա։ Ես մի քանի անգամ այդ հարցը ուղղել եմ, եթե Մայրաթողի տեղեկատվական կենտրոնը կարողանում է այդպես երկար տեքստեր գրել, ինչու չեն պատասխանում Գարեգին բան ունի զավակ, թե ոչ։ Հարցը շատ պարզ է, այո կամ ոչ։ Իրենք ամեն ինչի մասին խոսում եւ ամեն ինչ մեկնաբանում են, բացի այդ պարզ հարցից։ Տեսեք, իրենք ասում են, որ Գարեգին բի զավակ ունենալ կամ չունենալը վտանգ չէ երկրի սահմանների համար, երկրի անվտանգության համար։ Տեսեք, կա եկեղեցական հստակ կանոնադրություն, որով որ ֆիքսված է, որ կաթողիկոսը իրավունք չունի ունենա զավակ, նա խախտում է ուխտ դրանով։ Դա նույնն է, ոնց որ պետության ներսում պետության գլուխը կառավարությունը խախտի երկրի սահմանադրությունը։ Նույն հավասարազոր երևույթներ են եւ կապել Գարեգին բրեի երեխա ունենալու կամ չունենալու փաստը սահմանների մնացած երևույթների հետ մեղմ ասած անտեղմաբանական է։ Իրենք խախտում են եկեղեցական այսպես կոչված սահմանադրությունը, ինչպես կարող է սահմանադրական կարգը տապալած անձը շարունակել պաշտոնավարել։ Ամբողջ մեր խոսույթը եւ մեր ասածի ամբողջ տերմաբանությունը դրան է վերաբերվում։ Այն անձը, որը խախտել է կանոն, չի կարող իր գործունեությամբ զբաղվել եւ չի կարող ամբողջ այդ եկեղեցուն վերաբերող գործունեությունը իր վրա վերցնել, որովհետեւ եկեղեցին միայն հոգեվոր առաջնորդություն չէ այս պահի դրությամբ։ Կաթողիկոսը փաստացի տնօրինում է նաեւ նյութական որոշակի ռեսուրսների եւ այդ ամբողջ գործունեությունը կազմակերպող անձը փաստացի եկեղեցական սահմանադրությունը խախտած անձ է այս պահի դրությամբ։ Ինչպես նա կարող է այդ ամբողջ գործունեությունը կազմակերպի, ինչպես կարող է ամեն տարի ժողովրդին ուղերձով հանդես գալ, այսինքն տրամաբանությունից դուրս է։ Եվ նա լինելով ոչ լեգիտիմ։ Եկեք փորձենք մի փորձարկում կատարենք, Կաթիժ Ներսիսյանին խնդրենք Էջմիածնի կամ Երևանի կենտրոնով քայլի եւ տեսնի քանի հոգի կգա եւ իրենից հայրապետական օրհնություն կստանա։ Ես կարծում եմ, որ շատ քիչ մարդ լինեն, գուցե նաև չլինեն, որովհետև տվյալ անձը ամենակարևոր եզրույթը լեգիտիմությունը չունի։ Եթե դու չունես լեգիտիմություն, դրան զուգահեռ է նաև խախտել ես կրոնական սահմանադրությունը, ինչի մասին է խոսքը։ Քանի որ ուղերձից խոսեցիք, այս տարի մենք կաթողիկոսի ուղերձ կտեսնենք։ Ես չեմ կարող տվյալ հարցին մեկնաբանել, որովհետև տվյալ հարցի հասցեատերը ես չեմ, համապատասխան մարմիններն են, որ անհրաժեշտության դեպքում համապատասխան մամլո հաղորդագրությունները կտարածեն։ Ռոբերտ Քոչարյանը իր աջակիցների հետ հավաքի ընթացքում ավելի հեռուն է գնացել, նա նշում է, քանի որ եկեղեցին ազգային արժեք է, Նիկոլ Փաշինյանն էլ պայքարում է այդ արժեքների դեմ, այդ թվում եկեղեցու, որպեսզի օրինակ ադրբեջանցիները գան Հայաստան, այսպես կոչված Արևմտյան Հայաստան ու այստեղ խնդիրների չհանդիպեն։ Ռոբերտ Քոչյանը ազգային արժեքների մասին, երբ որ խոսում է, խաշած հավի ծիծաղն է գալիս։ Ռոբերտ Քոչյանը այդ մարդն է, որ հայրենիքը չի իմացել։
Այն մարդն է, որ մեկ նախադասություն գրելուց ձեռագիր կարող է 3-4 տառը սխալ իրականացնել։ Ռոբերտ Քոչյանը այն մարդն է, որի թոռները Հայաստանի Հանրապետությունում ծնվելու փոխարեն ծնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ռոբերտ Քոչյանը այն մարդն է, ում զավակները, ինչպես նա հաճախ սիրում է ասել, Լեռնային Ղարաբաղի իր հայրենիքն է։ Այնտեղ մի քանի տարի են ապրել, հետո ամբողջ գործունեությունը Երևանում է եղել։ Եթե այդքան հայրենասեր մարդ էր, եթե այդքան ազգային արժեքների մասին էր խոսում, իր թոռները եւ իր երեխաները ինչու Լեռնային Ղարաբաղում չապրեցին, չծնվեցին իր թոռները։ Խնդրում եմ հարցին թող պատասխանը եւ ցնդաբանությունը մեղադրել մեզ ազգային արժեքները խեղաթյուրելու, առավել եւս արևմտյան Ադրբեջանի խոսույթը կրկին բերելու մեր դաշտ։ Ըստ ձեզ ինչով է պայմանավորված, որ ընդդիմադիր տարբեր շրջանակները սվիններով են ընդունում վարչապետի առաջարկը, երեկ եւ այսօր նա նշեց, որ եկեղեցու տարածքում նաեւ պատարագից առաջ պետք է հնչի օրներքը, եկեղեցու տարածքում պետք է լինի Հայաստանի պետական դրոշ։ Այդ բոլոր շրջանակների գործունեությունը միտված է եղել նրան, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն գոյություն չունենա։ Եվ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը տվյալ մարդկանց ցայտնոտի մեջ է գցում։ Ռոբերտ Քոչյանը նաև հայտ ներկայացրեց ընտրություններին, նշեց, որ ամենայն հավանականությամբ կմասնակցի 26 թվականի խորհրդարանական ընտրություններին, բայց նրա падգամավորները հաճախ են հայտարարում, որ Հայաստանը բռնապետություն է, ըստ ձեզ բռնապետության պայմաններում այդ դեպքում ինչու մասնակցել ընտրությունների։ Այդ առաջ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում տեղի ունեցավ լսում հենց Հայաստան խմբակցության կողմից կազմակերպված, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության այսպես կոչված քաղբանտարկյալներին։ Մի քանի տասնյակ քաղբանտարկյալ։ Ոնց եք պատկերացնում բռնապետության պայմաններում Հայաստանի Հանրապետության գլխավոր ամբիոնի մոտ հնչային նման ֆորմատի տեքստեր։ 37 թիվն է։ Այո, 30 իրենք հաճախակի են ասում 37 թիվն է։ Եթե իրենց տրամաբանության բռնապետության պայմաններում իրենք առնվազն պետք է իրենց մեթոդաբանության տրամաբանությամբ պետք է ուղղակի ազգային ժողով չհասնեին նույնիսկ։ Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչյանի հայտ ներկայացնելուն, Ռոբերտ Քոչյանի իր ամբողջ թիմը այնքան է իր ռեսուրսը մաշացրել, որ փաստացի նույնիսկ չեն համարձակվում հանրահավաք կազմակերպեն։ Եթե տարիներ առաջ 2021-22 թվականին կարողանում էին իրենց ամբողջ ռեսուրսներով, գումարներով 10-12,000 մարդ գեներացնեին եւ հավաքեին հանրապետության ազատության հրապարակում եւ այլ տարածքներում, այժմ դա չեն կարողանում անել։ Ովքեր են հիմա իրենց կողքը կանգնած։ Քոչյանը դրա բացատրությունը տալիս է, ասում եմ, մարդիկ Նիկոլ Փաշինյանի իբր ստերին հավատում են ու իմաստ չկա հավաք անցկացնելու, մարդ չի գա։ Ռոբերտ Քոչյանը ուղիղ այդ ամբողջ տեքստերով փաստացի վիրավորում է մարդկանց, ճիշտ եմ հասկանում։ Այսինքն իրեն պետք է ընտրեն։ Որոնք իրեն պետք է ընտրեն։ Այսինքն Ռոբերտ Քոչյանը քաղաքացու հանդեպ տարական հարգանք նույնիսկ չունի եւ այդ տեքստը մարդկանց վիրավորում է։ Ես հասկանում եմ, որ ինքը շատ վաղուց կտրված է իրականությունից եւ չի հասկանում, թե քաղաքացու խնդիրներ եւ քաղաքացու հուզող հարցեր որոնք են։ Ես խորհուրդ եմ տալիս Ռոբերտ Քոչյանին եւ իր ամբողջ քաղաքական թիմին հաճախակի շփվեն մարդկանց հետ, նստեն հանրային տրանսպորտ, շրջեն Հայաստանի Հանրապետության մարզերում, շփվեն պարզապես հասարակ մարդկանց հետ եւ կտեսնեն, թե ինչ են խոսում մարդիկ իրենց մասին եւ մեր իշխանության մասին։ Քոչյանը նաև նշում է, որ տարբեր հարցումներով, չգիտեմ ինչ հարցումների մասին է խոսքը, բայց քաղաքացիական պայմանագիրը վերընտրվելու շանս չունի։ 3 շաբաթ առաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վաղաշաբաթի ընտրություններում բացարձակ հաղթանակ տարավ։ Այն պայմաններում, երբ որ ամբողջ ընդդիմությունը կոնսոլիդացել է եւ ամբողջ ռեսուրսը եկեղեցով, իրենց ամբողջ վերնախավով այնտեղ էին, եկեղեցական սպասավորներով եւ քաղաքական հայտարարություններով։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բացարձակ հաղթանակ տարավ վաղաշաբաթում եւ միանշանակ բացարձակ հաղթանակ է ունենալու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Ես չգիտեմ, գուցե Ռոբերտ Քոչյանը եւ իր ամբողջ քաղաքական թիմը եւ PR թիմը այլ իրողության եւ այլ աշխարհում է ապրում։ Ես չեմ կարող դա ասել, բայց խորհուրդ եմ տալիս հաճախակի շփվեն մեր քաղաքացիների հետ եւ իրական կարծիքը կիմանան, թե ինչ են մտածում մեր մասին եւ ինչ են մտածում իրենց մասին։ Այսքանը տեխնիսին շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։